խաղաղությունը փաստ է, պնդում է Հայաստանի իշխանությունը։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրությունից պահանջում է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն։ Իսկ ինչ է տեղի ունեցել իրականում։ Ըստ իրավաբան ադրբեջանագետ Արամ Փոլադյանի պատկերը լրիվ հակառակն է։ 18 թվականին կամ 18 թվականի իրադարձությունների ժամանակ, որոնք հիմնապես կատարվել են Արցախի ներկայումս Արցախի օկուպացված շրջանների տարածքում, որոշ տարածքում, Սյունիքի տարածքում եւ անհերքելի շեշտում իր պատմական իրողությունը, որ իրականացվել են ինքնապաշտպանական մարտեր։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ նկատում է. ադրբեջանցիները շատ լավ են սրան նախապատրաստվել։ Տարիներ շարունակ նյութեր են պատրաստել սրա վերաբերյալ։ Դրանք այսօր դուրս են գալու մեր դեմ մեզ ցեղասպան որպես ներկայացնելու համար, այնինչ իրական ցեղասպանության զոհերը մենք ենք։ Ու դա ամբողջ աշխարհի աչքի առաջ է եղել։ Ու դա հիմնավոր է այնքանով նաև, որ տարբեր միջազգային կառույցներ են դրան արձագանքել, գնահատական են դրան տվել ցեղասպանություն որպես process-ի գնահատական են տվել, այդ թվում նաև արցախցիների նկատմամբ տեղի ունեցածը։ Փաստացի Ադրբեջանը շարունակում է իր ոչ խաղաղասիրական հռետորաբանությունը Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ցեղասպանություն իրականացնելու մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները խուսափում են նույնիսկ խոսել Արցախում տեղի ունեցած ցեղասպանության եւ էթնիկ զտման մասին, հավատարիմ մնալով, այսպես ասած, խաղաղության օրակարգին։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն, հայլային ամեն ինչը հայլային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Ըստ Կարապետյանցի, Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն գործում է Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի իրավունքների դեմ, որին միայն մեկ լուծում կա՝ մերժել Փաշինյանին։ Ադրբեջանը խաղաղության ցանկություն չունի։ Լսեք Ադրբեջանի նախագահի տարբեր ժամանակների ելույթներ ներառյալ վերջին ժամանակաշրջանում, ու տեսեք այդ մարդը խաղաղություն ուզում է, թե չէ։ Այդ մարդը ամեն օրվա ռեժիմով հայտարարում է, որ այո, անգամ եթե մենք ինչ որ թուղթ կնքեցինք, անգամ եթե մենք ճանաչեցինք տարածքային ամբողջականությունը, այդ հարցը կարող է վերանայվել շատ կարճ ժամանակ հետո։ Սա է խաղաղությունը։ Սա է խաղաղությունը, երբ որ մենք հրաժարվում ենք մեր հայցերից, զուգահեռաբար դու ներկայացնում ես այլ հայցեր։ Արամ Փոլադյանն էլ նկատում է. ի հեճուկս ադրբեջանական կողմի ջանքերի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Էթնիկ զտումները, ցեղասպանությունը, որն իրականացվել է Արցախում, անհերքելի փաստ է եւ հանցագազմ ապացուցված է, ադրբեջանցիներն էլ քաջ գիտակցում են, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։ Փաստորեն ադրբեջանական կողմը հետևողականորեն առաջ է մղում իր թեզերը, իսկ հայկական կողմի լռությունը կամ անատամ հայտարարությունը հիշեցնում հերթական միակողմանի զիջումը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։